Ողջույն սիրելի ընկերներ, սիրելի ընկերներ, թե Facebook-յան, թե YouTube-յան, ասեմ, որ նաև Facebook-ում եմ տեղադրել այս եթերը։ Առաջարկում եմ մի փոքր զրուցենք ու ավելի խորքային ուսումնասիրենք գնահատական տանք վերջին մի 2 օրերի, 3 օրերի տեղի ունեցածը ու հասկանանք դա ինչ է, ինչի հետևանք է գնահատականներով մեր եւ մենք էլ որպես հասարակություն մեր դրսևորումը եւ մեր պատկերացումը ներկայացնենք, որովհետև կարող է ինչ-որ ժամանակների դա պասիվանա կամ ակտիվանա կամ հաշվի առնծվի, բայց առնվազն կհասկացվի, թե հասարակությունը ինչերի հանդեպ է ավելի ուշադիր, հա, ինչերին է ավելի հետևողական։ Ներեցեք, ես միայն մի պահ մի հատ բան պիտի փնտրեմ, ներողություն, ամեն մինչև մեր ընկերները կհավաքվեն։ Գիտեք, մի քանի օր եթեր չի արել, եթե անկեղծ լինենք, նախ շատ զբաղված էինք հայկական վեկտոր նախաձեռնության շրջանակներում աշխատանքների հետ կապված, ինչի հայկական վեկտորը ավելի ամփոփ վաղը կներկայացնենք ես եւ Ստեփան Սաֆարյանը Facebook-յան եթերով կներկայանանք, հետո կտեղադրեմ նաեւ YouTube-յան հարթակում, չնայած որ փոքրիկ անոնցներ երևի տեսել եք, ընդհանրական պատկերացումներ երևի թե ունեք։ Այնուամենայնիվ նրա ծրագրերի գաղափարական հատվածի նպատակների մասին կներկայացնենք մանրամասն վաղը, ըստ պայմանավորությամբ դա նախաձեռնություն է եւ շաբաթ օրը տեղի կունենա մեր թերևս որպես նախաձեռնություն հանդիպումը նաեւ քաղաքացիների եւ հասարակական գործիչների հետ ցանկացողների համար նույնպես գրառում կթողնենք, եթե ցանկանում եք կարող եք միանալ, ժամը ասենք վայրը Անիպլազայում է, բայց ժամը կարծեմ թե դեռ հստակ ֆիքսած չի, որովհետեւ աշխատանքները դեռ տարվում են։ Շատ հետաքրքիր եւ իմ կարծիքով հանրության կողմից սպասված քայլ ենք ձեռնարկում, ուշադրություն դարձնելով եւ հավաքագրելով բոլոր տեսակ պահանջները, ցանկությունները հասարակական տարբեր շերտերի, դրանց ինստիտուցիոնալ լուծումը ինչպես կարելի է գտնել աշխատելով հանրության հետ, քաղաքասարակության հետ եւ իհարկե վերջնանպատակներն էլ ամբողջովին կտեղեկացնենք։ Շնորհակալ եմ միանալու համար։ Եկեք սկսենք, ինչպես ասում են, վերջից։ Չնայած կարելի է սկսել սկզբից, որովհետև դեռ կլինի մոտ մի շաբաթ եթեր չեմ արել, շատ բան բաց եմ թողել։ Իմիջիայլոց մենակ այդ հանգամանքը չի եղել պատճառ, մի քիչ էլ երբ ես վարչապետին պահվածքին տվեցի գնահատական, շատ բացասական ռեակցիաներ եղան, որը ինձ համար անկեղծ ասած այնքան էլ ընդունելի չէր։ Ու տենց մի քիչ ասացի լավ է, որ տենց է, ես էլ եթե չեմ անում որոշ ժամանակ, հետո նորից կխոսենք, երբ որ պահը գա։ Իսկ պահը եկավ շատ ավելի շուտ, քան սպասում էինք, որովհետև այ ինչ էինք ասում էինք, որ այն ինչ որ տեղի է ունեցել, այն բացի թողի վիճակը բերել էր դրան, եւ հիմա այն ինչ որ տեղի է ունենում ազգային ժողովի մոտ, հետո ԿՊ կենտրոնական գրասենյակի մոտ Ալեն Սիմոնյանի Մարիկին Տիկին Մարինային հետ կապված, այն ինչ որ տեղի ունեցավ եկեղեցում եւ այլն եւ այսպես շարունակ, այս ամեն ինչը երբեմնի բացթողումներն են եւ իմ քննադատությունը կայանում է հենց դրանով, որ այո, ինչ պիտի բանը հասնի նրան, որ պետական գործիչը մտնի անձնական տիրույթ։ Եվ ինչպես հասկացվեց, այդպես հասկացվեց, ոչինչ, անցած լինի, ինչպես ասում են, գանք սկզբից։ Ուրեմն նախ այս երիտասարդների հետ կապված ասեմ, որ շատ կոպիտ չեմ ցանկանա խոսել ու չեմ էլ ցանկանա, որ դուք էլ կոպիտ արձագանքեք, ամեն դեպքում երիտասարդներ են, ոնց հասկացա 19 տարեկան, բայց վստահ լինելով, որ իրենց դասընկերները, իրենց ուսուցիչները եւ ինչու ոչ նաեւ ծնողները վստահաբար այս եթերը կդիտեն կամ հիմա են դիտում կամ ինչ-որ բարի կդիտեն, ես ուզում եմ մի բան հասկանալ, այսինքն մի բանում իրար ճիշտ հասկանալ։ Ես նայում եի այսօրվա մեկնաբանությունը ձեր, որ նրանք շատ լավ սովորող երեխաներ են, դա շատ լավ է, գովելի է, նրանք հայրենասեր երեխաներ են, նրանք հաճախում են եկեղեցի ու շատ լավ գիտեն թե ուր են հաճախում, հա, այսինքն քրիստոնեությունը, Աստվածաշունչը ընդհանուր առմամբ ուսումնասիրում են, ծանոթ են, գիտեն, ավելի լավ գիտեն, քան շատ շատերը։ Մի խոսքով շատ դրական բաներ լսեցի։ Ու գիտեք ինչն էր ինձ համար ամենացավալին, որ ոչ ոք չցանկացավ գոնե որոշակիորեն գտնել այն խնդիրը, որը այդքան լավ բաների մեջ բերել է նրան, որ ըստ էության տեղի ունենա հարձակում։ Դա այդպես է բնութագրվում, եթե դուք անգամ ասեք դե կանգնած էր ոտոտորեցին ինքը ուզում էր հրերացել մի բանը, միևնույնն է, դա այդպես է բնութագրվում։ Եվ այստեղ բաց թողումներ իսկապես կան, որովհետև
գիտեք, եթե ձեզ թվում է, թե Նայիրի Հունանյանը համոզված հայրենասեր չէր, ինքնա համոզված հայրենասեր, չարաչար սխալվում եք։ Պարզապես նա ես չարդարացնելով բնականաբար նրան, այնուամենայնիվ նրա զգացմունքները շատ լավ զգացմունքներին շատ լավ ծանոթ լինելով, որոշ ուժեր նրան օգտագործեցին պետության դեմ։ Հասկանում եք, այսինքն լինել հայրենասեր, դա դեռ չի նշանակում լինել պաշտպանված։ Լինել աստվածասեր, դա դեռ չի նշանակում լինել պաշտպանված։ Իսկ դուք ինչպես եք սովորեցրել, ինչպես է պետք պաշտպանված լինել։ Կամ ինչ որ մի բան, կամ առհասարակ ուշադիր եղել եք թե ոչ։ Մեր երիտասարդները, այդ որ անընդհատ ասում եմ, անհրաժեշտություն է, որպեսզի երեխաները դպրոցից սկսած հատկապես ավելի շատ ծանոթանան իրենց իրավունքներին եւ դիմացինի իրավունքներին, այսպիսի բաների համար եմ ասում ախր։ Այսպիսի բաների համար, որպեսզի հասկանան իրենց իրավունքները, իմանան իրենց իրավունքները եւ իմանան դիմացինի իրավունքները, իմանան ինչա պետությունը, ոչ թե եսը, ոչ թե միայն անձը, այլ ինչա պետությունը, ինչա նշանակում լինել այդ պետության քաղաքացի առհասարակ եւ ինչա նշանակում քաղաքացիներով ունենալ կոնսենսուսներ կամ հակասություններ։ Հասկանում եք, այստեղ է խնդիրը։ Նման թեմաների մասին ես վստահ եմ երբեք չի խոսացվել։ Երբեք, բացարձակ երբեք, ես պարզապես վստահ եմ։ Եվ հարգելի ծնող, այո, ես հասկանում եմ հիմա ձեր դրությունից եւ մտնում եմ այդ դրության մեջ։ Անկեղծ եմ ասում, դատապարտելով նրանց գործողությունը, ես մտնում եմ նաեւ ձեր դրության մեջ։ Դա շատ վատ բան է, ասած չանի, որովհետեւ մեկի հետ դարձյալ պատահից, հա, թող դաս լինի շատ շատերին, գոնե այդ մի դրական բանը մտածենք, հա։ Անձամբ ես անգամ այս եթերով կարող եմ ասել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կխնդրեմ, որ եթե այդտեղ միտումնավոր բան չի եղել, եթե կարելի է մեղմ վերաբերվել եւ այլ միջոցներ գտնել հեշտացնելու այս process-ները։ Ես ինքս միանում եմ նմանատիպ, եթե կոչեր կան այդ կոչերին, եթե չէ ինքս եմ դա ասում։ Սա չի ասել, ես չեմ ցանկանա բնականաբար, որովհետեւ երիտասարդ ինչ որ այդ նմանատիպ խնդիրներով այս տարիքում այդ բաների մեջ են գնում։ Առավել եւս որ խոսում եք, որ որոշակի առողջական հարցեր կան, բա ուշադիր չեք եղել այդ որոշակի առողջական հարցեր ունեցող երիտասարդը, օրինակ, ումոնց հետ է տալիս առնում։ Հա, արդյոք իր սերը թե հայրենիքի թե Աստծո հանդեպ չի չարաշահվում որևիցե մեկի կողմից։ Գիտեք, թող ոչ մի ուսուցիչ գլխից լոլո չկարդ, հա։ Դպրոցները այս պահին, որ ուսուցչանոց մտնես, բոլորն էլ քաղաքականացված են։ Բոլորը եւ մեծամասնությունը չգիտես ինչի, էռնեկա տալիս նախկինների վերադարձին։ Եվ այդ իր էներգետիկան շատ դեպքերում անզգույշ արտահայտություններով ու հայտարարություններով փոխանցում է երեխաներին։ Իսկ երեխաները որքանով են պաշտպանված։ Որքանով։ Ես կուզեք իմ անձնական օրինակից բերեմ, հա, կոնկրետ իմ անձնական օրինակից եթե բերենք, եթե դուք իմանաք իմ տղան դպրոցում ինչերի միջով է ստիպված եղել անցնել եւ անցնում կլինի դպրոցում, կլինի բակում, հա, ասենք ունի չէ ընկերներ, ովքեր որ ունեն իրենց տունը, իրենց դաստիարակությունը, չէ, ովքեր որ տունը բաներ են լսում, դա իջացնում են բակ, բերում են դպրոց, վաղը միսօր գուցե կտանեն բանակ, բայց երբ որ 5 տարի շարունակ ասում եք այս ատելությունը Պարապ ատելությունը, եկեք չլցնենք իրար վրա, որովհետև մենք դեռ ջանդամ, ես բառացի եմ ասում, մի քանի անգամ եմ կրկնել, մենք դեռ ջանդամ, հետո մեր երեխեքը սրատակից դուրս չեն գա, բայց կներեք մոտավորապես ձեր կարծիքով ինչեր նկատի ունեի, ինչեր նկատի ունեի, կարող ենք իմանալ։ Այդ որտեղ են պաշտպանված երեխաները, քանի անգամ եք երեխաների հետ խոսել։ Ընտանիքներ կային երեխաների ներկայությամբ նստած առավոտից երեկո դոգ էին լսում։ Կար որևիցե կառույց, որը հետաքրքրված էր երեխաների մենք հեսա հունիսի 1-ը գալիս։ Դուրս են գալու երեխաների պաշտպանության օր նշենք, չէ՞։ Իսկ երեխաները ինչպես են պաշտպանված։ Ումից են պաշտպանված։ Էլ ումից ու ինչից պիտի պաշտպանված լինեն իրականում։ Երեխաների պաշտպանություն չի նշանակում, որ զինվորն է պաշտպանում միայն այդ երեխայի խաղաղ մանկությունը։ Մենք անգամ մեր երեխաների պաշտպանությունը նույնպես բարթել ենք եւ բարձել ենք զինվորի ուսերին։ Մենք մեզ ոչ մի բանում հաշիվ չենք ցանկանում տալ։ Սա շատ վատ բան է։ Ինչու միայն դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում 50-60 հոգանոց տուրու դոմփոցներ ա լինում։ Մարդ չի իմանում, աղջիկ ունենա թողնի գնա ինստիտուտ թե չէ, տղա ունենա թողնի գնա ինստիտուտ թե չէ։ Ու միշտ ա եղել դա, որովհետև ինստիտուտի դերն ու նշանակությունը այնքան էլ ճիշտ չեն գիտակցել մարդիկ։ Թե ինչի համար են գնում դպրոց, ինչի համար են գնում ինստիտուտ։ Այս խնդիրները կան, սա մեր երիտասարդ ու գիտեք այդ խնդիրների հետ ինձ թվում է, որ մենք մեր երիտասարդներին թողել ենք մենակ։ Ինձ այդպես է թվում։ Ու մի հատ էլ վատ բան կա։ Ինձ թվում է, որ մենք այնպես չի, որ եթե մենակ չթողնենք, այդ խնդիրները դրական լուծում կստանա։ Որովհետև ինքներս, այո, անգրագետ ենք եւ տգետ ենք։ Որովհետև բոլորս շատ հիանալի գիտենք, որ 30 տարի մեր դպրոցներում
Մեր երկրում պետությունում դպրոցները չեն գործել։ Բոլորս շատ լավ գիտենք։ Կամ ինչ որակով են գործել։ Բոլորս շատ լավ գիտենք։ Մենք այդ բացի թողի վիճակի ներկայացուցիչներն ենք։ Հետևաբար շատ կիսատ պռատ կրթությամբ, շատ կիսատ պռատ աշխարհընկալմամբ։ Ինչու՞, որպեսզի հեշտ կառավարվենք։ Հեշտ կառավարվենք։ Ու այսօր այդ մեր երեխաներն են Բաքում, դպրոցում թե բուհում։ Մենք ինչ արժեքներ ենք փոխանցել նրանց, եթե ինքներս այդ արժեքները այդքան էլ լավ չեն գնահատել։ Ու դա միայն դպրոցի բաց թողումը չի, միայն բուհի բաց թողումը չի, եւ ոչ էլ միայն բանակի բաց թողումն է։ Դա մեր բոլորիս բաց թողումն է։ Մենք մեր երեխաների մեջ մեր վերաբերմունքներով, մեր գնահատականներով աչուձախ առանցնալու երեխան կողքներս է, չէ՞։ Մենք թշնամություն ենք սերմանում կամ նրանց սովորացնում ենք, որ շուրջ բոլորը մնացածը թշնամի են քեզ։ Այո, ես շատ էլ չեմ չափազանցնում, գուցե մի քիչ գույները խտացնում եմ, բայց կներեք շատ էլ չեմ չափազանցնում։ Եվ ամեն ինչը հետևանք է որոշ բաների։ Ու գիտեք, այդ որ ասում եմ հասարակության ցածր մակարդակը մտավոր, դա ոչ թե անձնական կարծիք է, դա ինստիտուտների աշխատանք ու վերլուծությունն է, վերլուծության արդյունքներ են։ Էն էլ մեր հասարակությունը, որ այդպես չի, տարիներ շարունակ գովաբանվել է, որ չէ, մենք գիտեք, մենք աշխարհի ամենախելը, մեզ ասել են ապեր, հա, դուք գլուխ գովացեք, որ աշխարհի խելացիք եք, մենք էլ տենանք ստեղ այս դպրոցով ոնց ենք սեփականաշնորհում։ Հասկանում եք։ Մեր շատ բաներում են շատ բան խաբել։ Եվ մենք կերել ենք դա, գիտեք ինչու։ Որովհետև մեզ էլ է հարմար եղել, ինչ հավես է, դասի չենք գտա։ Այո, նաև ծնողները ես դա ասացի, հարգելիս, ասացի դա։ Բայց ծնողներն էլ այն ժամանակների ծնողներն են, ովքեր որ իրենք էլ մի նորմալ կրթություն չեն տեսել։ Հիմա այսօր կրթության որակն ու նպատակները որքան էլ որ բարձրացնում ես, ոնց որ թե մենք անընդհատ մեր երեխաների փեշից քաշենք։ Մեր եւ ուզում եմ այդ երեխաները, ովքեր որ իրենց դասընկերոջ համար եկել են, դուք տեսաք երևի վիդեոներով, որ այդ դպիրներ ոնց էին մտել մեջտեղ քաշքշում, որպեսզի հանգարց չտանեն, դրանով ավելի ծանրացնելով երեխաների վիճակը իմիջայլոց, ավելի ծանրացնելով։ Ու դա իրենց եկեղեցական որպես իրենց աշխատանքի արդյունքն է նաև, որ իրենք սովորել են իրենց խոսքին ենթարկվել։ Եկեղեցականներ այդ կեղծ ֆիլոնավորները սովորեցրել են իրենց խոսքին ենթարկել, ինչա թե իրանք Աստծուց են խոսում։ Իրենք անհատ չեն ձևավորել։ Այնպես են բանել, որ հա Աստվածաշունչը լավ իմացի, որ մեկը դու, բայց որ մեկը դուրը չգա բանում, եկեղեցու ներսում ոչինչ, վրավիտներ արա առանց հարգելու մնացածներին։ Եվ ամենավատը, գիտեք, ես ամեն ինչ ունի պատճառ, թե ինչու են անում։ Ես Ժողովուրդ ջան, խնդրում եմ, եթե ունեք երեխաներ, թող գան էկրանի առաջ։ Ես ուզում եմ սա հասկանան իրանք։ Սիրելի երեխաներ, երիտասարդներ, ձեզ այսօր այս քաղաքական process-ներում դուք որքան էլ հասկանաք, չհասկանաք, ընդունեք թե չընդունեք, ձեր ծնողները քաղաքական ինչպեսի հայացքներ ունենան կամ չունենան։ Մի բան ակնհայտ է, երբեք փողով չտրվեք դրանց, ինչ որ գումարի դիմաց։ Երբեք ձեր ինքնությունը չվաճառեք։ Սա առաջին։ Երկրորդ, այս բոլոր process-ները տեղի են ունենում մի նպատակով։ Օգտագործելով ձեր ներուժ, այս դուք աշխարհի ամենաթանկ ռեսուրսն եք։ Աշխարհի ամենաթանկ ռեսուրսը դա ոչ նավթն է, ոչ գազն է, ոչ ոսկու պաշարներն են, դա տվյալ պետության երիտասարդների ուժն է։ Սա միշտ իմացեք։ Օգտագործելով ձեր ներուժը, իրենք փորձում են վերադառնալ դեպի իրենց մանկություն։ Ձեզ կտրելով ձեր ապագայից, ձեր ապագան օգտագործում են վերադառնալու իրենց մանկություն, որը ձեր մասին չի։ Ուղղակի կան որոշ ապուշներ, ովքեր շատ կարոտել են իրենց մանկություն, բոլորս են կարոտում մեր մանկությունը, բայց որոշ ապուշներ որոշել են պետությունը ձեզ էլ հետը տանել այնտեղ, որը ձեր մասին չի, եւ առհասարակ աշխարհի մասին չի։ Դա իրենց մանկությունն է։ Դա իմ մանկությունը ինձ համար կարա քաղցր լինի։ Կամ ես կարող եմ ինչ որ մի մանկության ընկերոջ հետ նստել այս տարիքում հիշել մեր մանկության ժամանակներից կարոտով հիշել, ինչ որ sense մելանխոլիկ տրամադրություններ ապրել կամ ժպտալ, խնդալ եւ այլն, դա իմ մանկությունն է։ Բայց այդ մանկության մեջ գոյություն է ունեցել նաեւ խորհրդային միություն ասվածը։ Գոյություն ա եղել այդ ժամանակների ժամանակացույցը։ Հասկանում եք, ամեն ինչ եղել է այդ ժամանակներին համահունչ, ոչ թե այսօրվան համահունչ։ Եվ ձեր միջոցով իրենք կարծում են կարող են վերականգնել իրենց մանկությունը, վերադառնալ մի միություն, որ աշխարհի ամենահետամնաց տիրույթն է եղել։ Այո, մեր ամեն մեկից մանկությունը լավն եղել, քաղցր եղել, դա մերն է, անցյալի փուշներն ներկայի լուշն է։ Բայց դա ձերը չի։ Ժամանակակից աշխարհում բոլորդ եք շատ լավ տեսնում, թե Ռուսաստանում ինչ է կատարվում։ Ռուսաստանում արդեն ինտերնետի խնդիր է։ Մենք մեծերով կարող ենք ինտերնետ ասվածի մեջ 1000 վատ բան տեսնել, հարցը դա չի։
Բայց պիտի նաև հասկանանք, որ այսօրվա դրությամբ ժամանակակից տեխնոլոգիաներով են տնտեսությունը նաև զարգացնում։ Արագությունը ժամանակի մեջ այդ արագություն ասվածը, եթե դու այդ արագությունից տեմպից ընկար, վերջացավ։ Վերջ աշխարհը արդեն տեղ է։ Դու չես կարող դրանից հրաժարվել։ Այսօր քո զակուպը դու անում ես սրանով։ Այսօր քո բիզնեսը անում ես սրանով։ Սա չկա, դուք հեսա տեսեք, ինտերնետի խնդիրը լրջագույն ձևով առաջացել է, դուք տեսեք տնտեսությունը ոնց է արդեն քայքայվում, արդեն քայքայվում։ Ու ձեզ ուզում են տանեն այդտեղ։ Աշխարհը գնում է ուրիշ տեղ, գնում է ձեր ապագան։ Բայց ձեր միջոցով փորձում են իրանք վերադառնալ իրենց անցյալ։ Թույլ չտաք դա։ Թույլ մի տվեք դա։ Ինչեր ուզում են խոսան։ Դրանցից որևիցե մեկը Արցախի ցավով չի տապակվում։ Գուցե ձեր ծնողը տապակվում Արցախի ցավով։ Գուցե ձեր ծնողը տապակվում է հազար ինչ որ հարցերով, բայց անգամ ձեր ծնողը այս իրավիճակում միայն նրա համար որ չի ընդունում ներկայիս իշխանություններին, դա իր գործն է ու իր իրավունքն է, ես այստեղ բան չեմ։ Նա գնում է դարձյալ նրանց հետևից, ովքեր առաջարկում են իջնել իրենց մանկություն։ Հասկանու՞մ, ես գիտեմ հիմա շատերի ծնողների համար վատ բան եմ ասում, բայց դա այդպես է։ Մի արեք դա։ Արցախի հարցի մասին միլիարդ անգամ խոսել են, ու եթե կան հարցեր, ես մշտապես ասել եմ, որ պատրաստ եմ դեբատների, չգիտես ինչու որևիցե մեկը այսօր չի եկել։ Հազար տեսակ հարցերով դարձյալ ասել են, քննարկումների մասին է դա, կարող ենք քննարկել։ Ասեմ ավելին, այդ հարցերով անգամ նույն իրանց չսիրած Նիկոլ Փաշինյանը, իրանց սիրած ղեկավարներին հրավիրել է, ասել եկեք նստենք, խոսենք հանրային ձևով։ Չեն եկել, փախել են։ Գիտեք ի՞, որովհետև իրենք Արցախի մասին չեն։ Իրենք Արցախի մասին խոսելու մասին են, բայց Արցախի մասին չեն։ Այդ դուք պիտի գնաք ծառայեք, դուք պիտի կանգնեք հազար ներողություն, բան, խրամատային դիրքերում, չզարգանաք նաև որպես զինվոր ու հարգեղած դեպքում զոհվեք, իրանց երեխաները չէ։ Այստեղ է խնդիրը։ Այս ամեն ինչի մեջ շատ կեղտոտ բաներ կան։ Ու այդ կեղտոտ բաների մեջ կան բոլորիս մեղավորությունը, բոլորիս ինձնից սկսած։ Ես ինձնից չեմ բանում։ Իհարկե շատ բաների մեջ ես չեմ եղել։ Ինքս նմանատիպ մեղքեր կարծում եմ չեմ գործել, բայց ես միևնույնն է չառանձնացնելով ինձ ձեր ծնողներից ու մեծ հնարավոր է ունենք հակադիր մոտեցումներ։ Միևնույնն է դա ընդհանրական մի հասարակության խնդիրն է։ Ոչ թե հասարակության այս շերտի կամ այն շերտի, սա հասարակության խնդիրն է, որ այս ունենք։ Որովհետև այսօր 2026 թվականն է աշխարհում մոլորակի վրա 2026 թվականն է մի քանի ձրիակեր անասուններ այո անասուններ գնացել են իրենց ձայնը ծախելու, որը պարտադրանքի տակ, որը իր կամքով, որը կայանալու համար իբր ինքը տես դեմ կա, բայց սա վաճառքա սեփական անձի, սա նույնն է թե ծախես մորդ, նույնն է թե ծախես պետությունը։ Մարդը, որը նայեք, ժողովուրդ մի բանի վրա ուշադրություն է, ես ինչի եմ այսքան տեղի հիմա կոպիտ արտահայտվում, այտենց օրինակը բերում։ Տեսեք, մարդը իրանք կարծում են, թե իրանք այդ փողը, որ վերցնում են, գնալու են ձայն տան կամ հետներն են լինելու, իրենք դրանով ուրեմն լավություն են անում, որը անպայման հետագայում կգնահատվի։ Ուրեմն սա մոռացեք, որովհետև դուք վաճառել եք ձեզ։ Ընտրությունների հաջորդ օրը, եթե դուք կուզեք հանկարծ մի հատ գվալ ինչ որ բան պահաճել, այսպես խորոփելու եմ ձեր վրա, ասում փախար ստերից դու։ Ու որ ասես, բայց ես ձեզ եմ ձայն տվել, ասում դու ինձ ձայն չես տվել։ Ես դա առել եմ։ Մենք պարտու պահանջ չունենք։ Ես դա առել եմ։ Դրա փողը տվել եմ։ Այս սա է խնդիրը։ Եվ այս միջավայրը դուք ո՞նց եք պատկերացնում։ Սա տևա մոտ 30 տարի տևած թեմա է սա։ Ո՞նց եք պատկերացնում։ Այս միջավայրը սույս սրիկաները, ովքեր որ այս խոսակցությունը վստահաբար իրենց տաննել են անում, իրենց երեխաների առաջել են անում։ Այս միջավայրում որքանով է հնարավոր, որ կծնվեն դավաճաններ եւ որքանով է հնարավոր, որ կծնվեն հերոսներ։ Ընդ որում հերոս բառը բոլոր ոլորտներին է վերաբերում։ Բոլոր ոլորտների հերոսը։ Ինձ համար օրինակ Վիկտոր Համբարձումյանը հերոս է։ Ես այդպես եմ գնահատում։ Իր գործունեությանը եթե տամանում ասում, սա հերոս է։ Չէ՞։ Հերոս ցանկացած բնակավարում։ Այս նմանատիպ միջավայրը, որը պատրաստ է փող վերցնի, իրեն վաճառի, իր իրավունքը վաճառի, դա իր ձայնը չէ, դա իր իրավունքն է նաև։ Վաճառի, որքանով է հնարավոր, որ այդ միջավայրում ավելի շուտ կծնվեն հերոսներ, թե դավաճաններ։ Խնդրեմ այս հարցին պատասխանեք։ Ես կարծում եմ դավաճաններ։ Եվ ինձ համար կապ չունի, թե ով է փող տվողը։ Եթե ես ինչ-որ մի օր իմանամ, օրինակ, քաղաքացիական պայմանագրերի, որը խիստ կասկածում եմ, որովհետև ներսից գիտեմ, փող է տվել, ես շատ կրկնակի, եռակի ավելի կոպիտ կխոսեմ, չխնայելով ոչ մի բան։
Որովհետև ի տարբերություն նրանց է նաև ժողովրդի ուժն է։ Այո, դավաճաններ արգելից, իհարկե դավաճաններ։ Իսկ կներեք, հիմա շարունակենք հենց այդ տեղից։ Բա 25 տարի շարունակ իրավունք եւ ձայն վաճառած հասարակությունը 44 օրյա պատերազմին պիտի պատրաստ լիներ կռվելու, պատրաստ լիներ պահանջելու, թե ինձ պատմեք ինչ եք արել, ինչն եք արել, ինչն եք դրել, արա, պիտի պատրաստ լիներ ինքնազոհողության, ինչին պիտի պատրաստ լիներ։ Արհավիրքին։ Եվ այնքան իմիջայլոց է վերաբերվել ինքը իմանալով, որ ինքը չունի իրավունքներ, որ անգամ իր արհավիրքի մասին չի ցանկացել մտածի։ Որտեղ կարծել է, որ իրավունք չունի, որովհետև ինքը գիտի, որ չունի, ինքը գիտի, որ դա ծախել է։ Դա միակ բանն է, որ ինքը ուներ ու ծախել է։ Իր սևորվա հացներ դա, որ եթե հանկարծ ինչ-որ բան տեղի ունենա վերջի վարյատ ասի, բա իմ իրավունքը, ունա դա ծախել է։ Շատ անկապ տեղ, անկապ պատճառով, սենց։ Խնդրեմ, Հարութ Աբրահամյան, ես դասավանդում եմ Ստոկհոլմում երեխաներին իրենց իրավունքները, իսկ մեր դպրոցներում կա այդպիսի բան, կամ առհասարակ այդ հասարակագիտություն առարկա կար։ Դա որպես կանոն ամենաարհամարված առարկան է համարվում։ Այնինչ դա պիտի լիներ ամենապահանջվածը։ Ամենապահանջվածը կամ առնվազն ամենապահանջվածներից մեկը։ Ու այդպես չէր լինի շատ բան շատ ուրիշ ձև կլիներ։ Տեսեք, ես կոչ չեմ անում, բանա, մի ընտրեք սրանը, չէ, բայց մեծ հաշվար կարեք, ինչի համար են ուզում ձեր իրավունքը առնեն, որ ինչ անեն, իրանք ասում են եկեք ձեր իրավունքը առնեմ, որ ձեր կյանքը լավացնեմ, սրանից ավելի մեծ մոլորություն, սրանից ավելի մեծ սրիկայություն և սուտ, ասենք, էլ որտեղից կարելի է ճարել, բայց մենք տեսեք, այն մի 25 տարի դրա մեջ ապրածներս այս սրան լուրջ չենք վերաբերվելու, դարձյալ լուրջ չենք վերաբերվելու և մեր ընկերներից, մեր ծանոթներից լինելու են անպայման, ովքեր փորձել են, ասել են լավ, նրա հետ այդ դեպքը պատահել է, իմ հետ դժվար պատահել։ Մյուս կողմից կա մեկ այլ խնդիր։ Գյուղական համայնքներում ապրող քաղաքացիների իրավունքների հարցն է չափազանց շատ ոտնահարվում։ Եվ դա հենց կոնկրետ նաև այն հանգամանքից ելնելով, որ համայնքներում, Երևանից դուրս, մյուս համայնքներում շատ վատ է գործում, թե դատախազությունը, թե ՆԳՆ-ն, թե ցանկացած, թե ամեն ինչը, թե դատարանները, շատ վատ։ Տեսեք, գյուղերը մեր դե ծանոթ բարեկամ հարազատ, չէ, սենց է հիմնականում, մեր գյուղերը այդպիսինն է։ Ու գիտեք, շատ դեպքերում մարդիկ ամոթից ելնելով, բանով են իրար սատարում։ Հասկանում եք։ Լավ դեսի բարեկամս է։ Ուրեմն ես մի հատ դեպք եմ պատմում, չգիտեմ, ես դեպքը պատմել եմ, թե չէ։ Տաքսիով գնում եմ աշխատանքի։ Ուզում եմ տաքսիստը ինչ ճանաչել է, ուզում է խոսակցության մեջ բռնվի, բայց վախենում է, որ կարող է հակառակ բան խոսա, ու ես որպես հաճախորդ նրան գիտեք, այնտեղ աստղեր կա, էլի, չէ։ Կարող է ես լավ չվերաբերվեմ։ Ասեցի ինքեր, խնդրում եմ, արի խոսալով գնանք, թող լավ էլ դուխով բանավիճի։ Ես խոստանում եմ 5 աստղներ եմ դնելու, տակի են լավ բաներ կան, չէ, դրանք էլ եմ նշելու։ Մենակ թե դուխով զրուցենք, չքաշքաշվես։ Ու զրուցելով գնում ենք գործի։ Սկզբում ինքը մտածում էր, որ ձայն կտա բանին, ամենայն հավանականությամբ Սամվել Կարապետյան։ Շատ արագ 5 րոպե չտևեց, ինքը արդեն դրա մասին մոռացավ, շատ արագ, հասկացավ, որ այդտեղ բաբշե պետք չի մտնի, հետո ասում է, դե լավ, դե որ տենց է Ծառուկյանին կտամ։ Խնդում եմ, ասում եմ, խի։ Դու ուզում ես դու ես ոչ կարող պատտադրել ոչ բան, ուզում ես դու մենք զրուցում ենք բարձրապես։ Դա վերջի վարի բարեկամս է, գոնե իրան տամ։ Պատկերացնում եք։ Ասում եմ, ընկեր, նայ, ես շատ դվայորնիկ ուրախբերներ ունեմ, շատ։ Այդ իմ սաղ դվայորնիկ ուրախբերների մեջ ես ամենաշատը իմ մյուս բոլոր ուրախբերներն էլ գիտեն, որ ամենաշատը կապված եմ ես իմ մորքուրի երեխեքի հետ, մորքուրից տղու աղջիկների հետ։ Ասում եմ, իմ մորքուրի տղեն, իմ չգիտեմ, ամեն ինչն է։ Բայց եթե նրան մեկը փորձի պաշտոն տա, ես այդ պաշտոն տվողին շալորը կդնեմ, կասեմ, ես ուր ստանում աղբորս մտցնես, ես չես ուզում սարկես գլխին արա։ Որովհետև ես գիտեմ, որ ինքը աշխատող տղա է։ Ինքը կարա շատ լավ կատարի իրեն հանձնարարված աշխատանքը, բայց ինքը չի կարա լինի ինչ-որ բանի տնօրեն։ Բարի կտա այդ համակարգը։ Ինչքան էլ իմ աղբերն է։ Ես գիտեմ դա։
Դու հիմի ո՞նց ես կարծում։ Նախ ուրիշ հարց է առաջանում։ Նորմալ է որ մի հատ ուրիշ երկրի ղեկավար քեզ, կոնկրետ քեզ, ասում է ով ես դու։ Ում ես դու պետք։ Մխիով ասում, ասում Լուկաշենկոն։ Բայց ինքը այդ նկատի չուներ։ Ասում նայ, դու ամենավատն է նա, որ դուք ուզում եք ավելի շատ արդարացնեք ձեր հակառակորդին, քան ինքներդ ձեզ։ Այստեղ խնդիր ունենք մենք։ Չեք ուզում դուք այդ նկատեք ու գիտեք թե չեք ուզում, որովհետև 90,000 հատ լրատվական առավոտից իրիկուն ականջիդ այետի չի լցնում։ Այ դա դրա համար դու չես ուզում։ Բայց քանի որ 90,000 հատ ուրիշ լրատվական քո ականջին լցնում է, թե իբր Նիկոլնեկավ հողեր տվեց, դու հակված ես այդպես մտածես։ Ու անգամ ստեղ չես ուզում մտածես, ախպեր մի րոպե, բայց խոսքը իմ հողերի մասին, հա, ո՞նց տվեց արա։ Տվողն ինքն էր։ Անգամ այդ հարցը դու քեզ չես ուզում տաս։ Դու ինքդ չգիտես հələ ինչն է քոնը, ինչը չէ։ Դու ապրելով Հայաստանի Հանրապետությունում, լինելով մոտարապես իմ տարիքի մարդ, դու մինչև հիմի չգիտես ինչն է քոնը Հայաստանում։ Հասկանում ես։ Քո համար չես նշուն չես արել։ Մտովի։ Ու չես հավատում, որ դա քոնն է։ Կամ չես ուզում հավատաս։ Հարմար չի, որովհետև երևի վախենում ես, որ ոնց այսքան բան է իմն, հա, բայց ոնց եմ սա պահելու։ Ու դու վախենում ես այդ պարտավորություններից, որը որպես քաղաքացիություն, բայց այ հենց այդ վախի հետ էսեն դեպքերից է, որ այդ վախի, այդ մտավախության հետևից հենց պիտի գնաս։ Որովհետև դա հենց այն անծանոթ բանն է, որը մինչև հիմի չես մտածել, ու հիմա հանկարծ փայլատակել է քո ուղեղում։ Դա գիտեք ինչի նման, հա։ Շատ պրիմիտիվ օրինակ բերեմ բոլորին հասանելի։ Ռոբինզոն Կրուզոն ֆիլմը նայել եք։ Ռոբինզոնը քանի տարի առավոտից իրիկուն քնում զարտում, երազում էր մարդ տենալ, մի հոգի լինի։ Ու երբ որ ինքը առաջի անգամ տեսավ այդ մարդուն, փախավ։ Փախավ։ Պատրաստ չէր հավատալ, որ ինքը տեսնում է իր երազանքը։ Հաջորդ վարքյանին ինքը չասես լատոկ գոնե 50 հոգի մարդ լինեն, չէ։ Ինքը բավարարվեց այդ մի հոգով։ Մենք հիմա ասում ենք, չենք ուզում հավատանք, որ սա մեր պետությունն է, բայց ուզում ենք մեծ երկիր ունենանք։ Տղերք, գիտեք ինչ։ Մեր պետության մեջ շատ քիչ են այն քաղաքացիները, ովքեր հստակ գիտեն, թե ինչն է իրենցը։ Ոչինչ։ Այդ որ մեկն է։ Սա չամփենք թողի դա մամայի գիրկը Փաչեկի արանքը։ Հասկանում եք։ Եվ այդ սեփականատիրոջ զգացումն է բացակայում մեր երկրում։ Մենք վախենում ենք հավատանք, որ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը մեր ձեռքում է։ Ամեն մեկից ձեռքում է։ Եվ պետք է այդ ամեն մեկից ձեռքում ունեցածը բերենք կոնսենսուսի հանգեցնենք։ Եվ որոշակի ճշտումներով դասավորենք, ընդունենք բոլորով ու քայլենք առաջ։ Մենք վախենում, այդպիսի վախեր ունենք։ Մենք բավականին կոմպլեքսավորված եւ կոնսերվատիվ ազգ ենք։ Այ երբ որ խոսում ենք կոնսերվատիվ լինելուց, մեկ էլ մարդիկ կան որոշում են, որ իրենք կոնսերվատիվ չեն, իրենք ազատ են, ու սկսում են լեզուներին, այսպես անբարոյականի զավակի նման երկարացնել։ Իրենք գիտեն, թե ազատությունը կամ խոսքի ազատությունը հատկապես կայանում է ազատորեն հայոյանք տալու մեջ։ Ու երբ որ դու սկսում ես բացատրել մարդուն, որ գիտես ինչ, խոսքի ազատությունը բացարձակ հայոյանքը չի, խոսքի ազատությունը ստեղծարար խոսույթն է։ Սովորեցնող եւ սովորող երկխոսող խոսույթն է։ Իսկ ասեմ ավելին, բերեմ ստեղծագործությունների մասով, հա, ով բանաստեղծները, գրողները պիտի շատ լավ իմանան, թե ինչ է լեզվի ազատությունը իրականում, խոսքի ազատությունը։ Բայց արի ուտես չէ, իրենք, այս լրագրողները, իրենց իսկ իրավունքները, սրանք էլ վաճառել են այլոց։ Գնում գալիս են, շատ վատ բաներ են անում, ժողովրդին ենթարկում են մեդիա բուլինգի, մեդիա տերորի։ Այնպիսի տարրական բաներից մինչև այսօր մեր հասարակությունը տեղյակ չի։ Եվ այնպիսի ապուշ բաներից ու աղբից է տեղյակ։ Որ պարզապես IRI հարցումները, որ եղավ, միջազգային այդ ամերիկյան այդ շատ կարևոր ինստիտուտի հարցումները, որ եկավ ու սրանք խառնվեցին իրար։ Իմիջիայլոց մենք պարոն Սաֆարյանի հետ
այնտեղ իրենք մասնագիտական քննարկում էին անում, ուսումնասիրում են, ես մի քիչ մասնագետ չեմ քաղաքագիտության մեջ, ամեն դեպքում ընկալելի է, բնականաբար, ու ես տեսնում եմ, թե ինչ է իրականում կատարվում, հա, այդ մենք կարդում ենք ինչ որ հիմնականում նայում ենք տոկոսը, քանի տոկոս ձայն կա, բայց այնտեղ շատ ավելի կարևոր բաներ կան տակը։ Դրանից մի քանի անգամ կարևոր բաները տակն են դրանց։ Ու նոր դու սկսում ես ավելի լավ հասկանալ, թե իրականում ով ինչու է այսինչ կամ այնինչ բան անում։ Հասկանում եք, ով ինչու է դա անում։ Որտեղ է հենց խնդրի էությունը կայանում։ Ու ես ամբողջի մեջ, ես իմ մասնագիտությունից ելնելով իրենք քննարկում են դետալներ, ես տեսնում եմ հրապարակումները, ոնց աչքիս առաջով գնում են հրապարակումները տարբեր վերնագրերով։ Ու ես հասկանում եմ այդ արդյունքները, այդ արդյունքների վրա հələ ինչքան դրանք աշխատել են, լավը գոնե դեռ կան դրական արդյունքներ, բայց այն չի ինչ որ կա։ Ու ես հիշում եմ որ ամսին, որ տարվա, որ ամսին, որ թեմաներն էր ավելի շատ մտած հասարակության մեջ, ու ինչու էր այդ տատանումները տեղի ունենում։ Հասարակության մենտալիտետի մեջ անկախ ամեն ինչից դա հարցանություն։ Անկախ ամեն ինչից։ Դրա համար ամեն մեկը պիտի մենք պիտի ասենք մենք ինչ ենք ուզում դիտել։ Մենք ու դա պետք չի խոսքով ասել։ Կարող ես ցուցանիշ ներկայացնել։ Դու սա դիտում ես, թե չես դիտում։ Անկախ վերնագրից։ Այսօրվա դրությամբ տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվել։ Երբ որ սրանք գցում են, թե Սամվել Կարապետյանը կամ Նարեկ Կարապետյանը, չգիտեմ, ես արեց, այս կաշառատուները։ Լավ կա դիտումներ։ Քոչարյանը, չգիտեմ, ես ասեցի, լավ կա դիտումներ։ Բայց այն չեն։ Ապա այդ նույն կայքը Նիկոլ Փաշինյանին Մուտի լովկով մի հատ բացասական թեմայով բան է դնում, անգամ այդ բացասական թեման իրանց կայքերով ու հաղորդումներով կրկնակի, երակի, քառակի, տասնապատիկ ընդհուպ միջև ավել դիտումներ ունեն։ Այսինքն, անգամ Նիկոլ Փաշինյանի տեղի թե անտեղի քննադատությունը ավելի շատ է իրենց օրակարգ թելադրում, քան իրենց առաջնորդների հայտարարություն մի հատ։ Այնպես որ այս պարագայում լավ կանի բանը Քոչարյան Ռոբերտը մի հատ զռա էշիպես, գուցե դա օգնի։ Եվ դա այդ փորձեն թող իրանք փորձեն իրենք օրակարգ բերեն, ԿՊ-ի օրակարգ կամ հասարակության ժողովրդավար ուժերի օրակարգ ինչ որ մի հատ թեմա բերեն։ Ասեք օրինակ մի հատ էշիպես զռա, չնա զռում են։ Չնա զռում են։ Չէ լավ հանցանք ես։ Բայց մենք անելիքներ ունենք ժողովուրդ ջան։ Մենք անելիքներ ունենք։ Ուրեմն տեսեք եկել է մի հատ պահի մենք արդեն ահագին բան հասկանում ենք, անկախ նայած իրար ճանաչում ենք թե չէ, շատ արագ ըմբռնում ենք արդեն, թե հստակ ինչն ենք սիրում, ինչը չենք սիրում։ Բայց ինչն ենք իրականում ուզում, ինչը իրականում չենք ուզում, դեռևս հստակեցրած չի։ Որովհետև առաջին հայացքից մենք տեսնում ենք շատ առողջ քաղաքացիներ, ովքեր հնարավոր է այս ընտրություններին ԿՊ-ին ձայն տան, հնարավոր է մեկ այլ քաղաքական ուժի ձայն տան, բայց ժողովրդավար գաղափարներ կրող քաղաքացիներ։ Ու ասում են, որ լավ կլիներ մի հատ ժողովրդավարական դիմություն հայտնվել ազգային ժողովում։ Բայց երբ որ մյուս կողմից հայտնվում է 1, 2, 5, 10, ովքեր որ վրոց ժողովրդավար ձևով գնում են ու լավ մի հատ սուր քննադատական արտահայտություն են նետում ԿՊ-ի տարածք, այստեղ հələ մի րոպե էս ինչ խաղեր է ու գնաց։ Հասկանաք։ Այսինքն մենք դեռ չենք ձևակերպել մեզ համար ու եթե մենք վստահ ես ձեզ ասում եմ, եթե մենք մեզ համար ձևակերպենք ու այդ ձևակերպումների մասին խոսենք, դա ինստինկտիվ կստեղծվի, կծնվի։ Հասկանում եք։ Որովհետև այո, մտքերը կարող են մատերիալիզացվել։ Դա լինում է։ Եվ առհասարակ հենց այդ մտքերը երկխոսություններն են բերում լուրջ փոփոխություններ։ Մենք չունենք պետական մտածողություն, դա կրթության համակարգի միջոցով պետք է ներդնել։ Տես, Հարութ ջան, ես իհարկե համաձայն եմ։ Բայց այստեղ այնքան բայցեր է սկսվում, որոնց որ ես համաձայն եմ ընդհանուր կոնցեպտի հետ, որ այո, մենք պետական մտածողություն չունեցող հասարակություն ենք, ցավոք սրտի, առհասարակ որպես հասարակություն դեռ նոր ենք ձևավորվում, ու մնաց պետական մտածողությունը դեռ, եւ համաձայն եմ, որ դա կրթության միջոցով պիտի ներդնել։ Բայց ինչպես։ Սա մենք բոլորս կարող ենք դա արձանագրել, բայց ինչպեսի մասին խնդիր է առաջանում, որովհետև եթե ուզենանք հիմա նախ ինչ խնդրից խոսենք, գալու ենք մտնենք դպրոց։ Բայց դպրոցի խնդրից էլ որ խոսում ենք,
Գնում մտնում ենք ցանկացած պետական ինստիտուտ եւ ընդհանուր միջով ընտանիք։ Հասկանում եք։ Այդ պետական մտածողություն կրթական համակարգումներ դնելու համար պիտի պետական մտածողության ուսուցիչներ ունենանք։ Ճիշտ է։ Արդեն կինոն սկսվում է ոնց որ թե։ Պետք է ունենանք նախ եւ առաջ մեր պետության մեջ պիտի մեր միտքը այնքան փոխված լիներ որպես հասարակություն, որ չմտածեինք կաշառք տալ, կաշառք վերցնելու մասին, այն էլ ընտրակաշառք։ Սա вообще կարեդար է։ Հասկանում եք։ Եվ սա ուղիղ կապ ունի մեկը մյուսի հետ։ Որովհետև մենք պիտի մեր ցույց տալ, որպեսզի հնարավորինս ցույց տալ, թե որքան ենք մենք պետական մտածողության, մենք պիտի հենց այդտեղից սկսենք։ Եվ պիտի կոնսենսուս ձևավորենք, որ այո, որպեսզի ոչ իմ ասածը լինի, ոչ քո ասածը լինի, ոչ քո ցանկությունը լինի, ոչ քո, եկեք սենց անենք։ Ախպեր ջան, ընտրում ենք այս ուժերի միջև, ով շատ ձենա հավաքում, էսա ով էսքան է հավաքում, էսա ով էսքան չի հավաքում չկա։ Չէ, սա կոնսենսուս է։ Բայց մենք կգնանք ընտրենք, հետո 5 տարի կխոսանք դրանից, հետո 5-րդ տարում նույն թեման 5 տարի առաջվա խոսածած կակտիվանա, կմտնի ստերի օրական։ Մենք նույն ձևով կգնանք, այդ ընթացքում էլ կթշնամանանք էլ կհարած, դա ինչ ասես ստերի կունենա։ Ախպեր, բան ենք, չէ, պայմանավորվել։ Անկամ այդ բառերը ավելի հստակեցած է ԿՀՀ-ում, չէ։ Դա մեր պայմանավոր ցանկացած օրենք, դա մեր պայմանավորվածության մասին է։ Որ ախպեր օրենք ենք ընդունում, ով էս ինչ բանը գողացավ, չգիտեմ, գնում է այսքան սրոտ նստի։ Սա, երբ որ ազգային ժողովը ընդունում է, դա մեր ընտրած ազգային ժողովն է, չէ։ Երբ որ ընդունում է, դա մեր կոնսենսուսն է, մենք ենք որոշել։ Այս մտածողությունը պատկերացնում պիտի լինի։ Բացի դա, օրինակ, սահմանադրության մասին մի շատ են խոսում։ Բա գիտեք, չգիտեմ, Ալիևն ասում, Պողոսն ասում, Պետրոսն ասում, ասենք ամենախնդալու մտեղավ իմ համար, որ ասում են Ալիևն ասում, որովհետև ասենք Ալիևը, որ Կարինար այդքան ասել, որ Հայաստանում սահմանադրություն փոխվեր, հավատացեք Սյունիքի մարզը վաղուց մերը չէր լինի։ Բանը Ալիևն ասում։ Հիմա այդ թեզը ով է գցել դաշտ ընդդիմադիրները։ Դեռ երբ բանից գցել են։ Բայց ինչի համար են գցել։ Որովհետև այս ընդդիմադիրները, ովքեր ժամանակին իրենք են եղել վռոծի իշխանությունը, իրենք են այս սահմանադրությունը կարել փաթաթել ու ընտրախախտումներով լցրել, դարձրել սահմանադրություն։ Այսինքն, ես, դու, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը ունենք խնդիր։ Բոլորս գիտենք, որ դա եղել է ընտրախախտումներով, հետևաբար մեր կոնսենսուսային պայմանավորվածությունը չի։ Հասկանում եք։ Դրա համար մենք իրավահպակ մտածողություն չունենք։ Որ օրենքին բանան եմ ենթարկվել, այն որ բերել են խախտումներով լցրեցին, այս ինչ տեղամասում 500 հատ հարցատերտիկ, ընդ լույսեր անջատին լցեցին, ընդ կռիվ դավի արեցին, այս սամը չեմ համաձայնում, վсё, հասկանում եք, այս է ստացվում։ Դրա համար, որպեսզի մենք որպես հասարակություն ստարտ ունենանք, մի հատ ճիշտ ստարտ ունենանք, դա հենց մայր օրենքն է, սահմանադրությունը։ Սա մեր պետությունն է, սա մեր պարտականություններն են, սա մեր իրավունքներն են, սա պետության պարտականություններն է, հստակ։ Ես չեմ ասում ամեն քաղաքացի պիտի սահմանությունը անգիր ջրի պես իմանա, չէ, եկամլիցի, բայց ընդհանուր պատկերը պիտի ընդունելի լինի, որ այո, ես համաձայն եմ։ Կամ ես համաձայն չեմ, բայց քանի որ մենք ուսած մեր դիրքորոշումը արեցինք, սկզբում էլ պայմանավորվել ենք, որը շատ ասող լինի, էտա լինում, ուրեմն վերջ, ընտրվելուց հետո քննարկում չկա։ Այս ուղղություններն են, որոնք որ ձևավորում են լեզվամտածողություն։ Մեր լեզվամտածողության մեջ պետությունը օտար է։ Մեր լեզվամտածողության մեջ պետությունը մերը չի։ Մերը երկիրն է։ Բայց պետությունը չի։ Ուրիշ բան է պետությունը։ Պետությունը մեր բան է, այդպես ագրեգատ է, այնտեղ փողի մեքենաներ կան, կարան գնանք, չգիտեմ ինչեր անել։ Համաձայն եմ, պարոն Հարու, մայրենի լեզվի հետ եմ, հայոց լեզվի հետ եմ համաձայն, որ դա մեր ինքնության հիմքն է, մեր պետության հիմքը չի, դա մեր ինքնության հիմքն է։ Եվ մեր պետությունում մեր ինքնությունը պիտի լինի առաջնային, չնայած որ ցավոք սրտի կան ուժեր, ովքեր բացեիբաց ասում են, որ մի հատ ուրիշ ինքնություն էլ պիտի գա կծվի մեր ինքնությանը, այսինքն երկրորդ լեզու պիտի գա ռուսերենը օրինակ կամ երրորդ լեզու անգլերենը, պետական, ոչ թե ցածր դասարանից սովորեն բան պարտադիր կրթական բանի մեջ լինի, այլ պետական լեզու հռչակ։ Ու այդ ուժերին մարդիկ կան ասում, ախ, բայց ես մտածել եմ, որ պիտի ձեն տամ։ Ու այդ մարդու բան չես կարող ասես։ Պարզապես այդ մարդու պետական մտածողությունն է թույլ, որի վրա աշխատանք չի արվում շատ։ Արվում է շատ չնչին կարող է հմուտ ձևով չի արվում անգամ։ Հասկանում եք։
ամեն դեպքում արդյունք շատ դանդաղ է երևում ու շատ թույլ։ Եվ որպեսզի այ հենց դա տեմպ տալ դրան ու ակտիվացնել, այ դրա համար է պետք ազգային ժողովում ընդդիմադիր ժողովրդավար ուժ։ Ժողովրդի համար ժողովրդինը պատկանող ընդդիմադիր ուժ, որովհետև Քոչարյանը քանի տոկոս ունենա, դա ժողովրդինը չի, ժողովրդը միշտ Քոչարյանը խորհրդ է եղել։ Դաշնակներն են խորհրդ եղել, լուրջ եմ ասում։ Նու որպես կուսակցություն։ Ժողովրդին Սամվել Կարապետյանը խորհրդ է։ Գագիկ Ծառուկյանը խորհրդ է, Իրանը չի։ Չի համարում Իրանը։ Դու ինչքան ուզում ես հելի գոռա Սամվել բարերար, ինչքան ուզում ես գոռա, որտեղից ուզում ես գոռա։ Չի աշխատելու, որովհետև ժողովուրդը չի ընկալում, դա չի ուզում ընկալի։ Իրանը չի, օտար մարմինը զգում է, որ զորով ես դնում իր ներսում։ Այսպեսի բան կա։ Ու ցավոք սրտի, իմ կանխատեսումը այնպեսին նա, որ մեր ազգային ժողովը 26 թվականից մինչև 31-ի համար ընտրվելիք շատ չի տարբերվելու։ Այս ազգային ժողովից շատ չի տարբերվելու։ Ну, գրեթե չի տարբերվելու։ Այնպես որ 5 տարի ձգվեք նույն ձևով դիմացեք։ Հասկանում եք։ Որովհետև մենք մեր միջավայրում վախենում ենք խոսել, զրուցել այսպիսի կարևոր բաներից։ Որովհետև մենք մեր միջավայրում նայում ենք ոնց կարանք մի քիչ կպցնենք։ Ու չենք նայում թե ինչից ենք կպցնում։ Պետությունից ենք կպցնում, ախր։ Մենք ընդհանուրից կտրում ենք։ Մեր բոլորից հասանելիք հաց ասենք դրած, այդ հացից գյոզերով գալիս գողնում ենք։ Ուզում է այսքան, դա այն մնացածների փայն է։ Փայից է։ Ու մենք սա դեռ չենք դատապարտում այնպես, ինչպես պիտի դատապարտվի։ Սա չենք պախարակում այնպես, ինչպես պիտի պախարակվի բավարար չի, դեռ դրանից պատրաստ ենք փող վերցնենք, մեր իրավունքը ու մեր ձայնը վաճառենք։ Աջակից լինեն այդ պրոցեսին։ Սա է։ Նայեք ինչ են անում։ 21 թվականի խոսույթը զորով բերել մցնում են 26 թվականի օրակարգ։ Ընդդիմադիրները։ Հիմի նայում եմ հարևան երկրից մարդ կա, չեմ ուզում շատ բառացի խոսամ, բայց չեմ էլ ուզում իրան հանեմ ժողովուրդ, գոնե առայժմ։ Այդ ժամանակենանք ինձ դու կա ուզում բռնի։ Էլի կան արխայների, պրոստը նրանք տենց բացահայտ չեն ասել, ճիշտ մնա։ Այնա գարանեն մտավ դիալոգի մեջ։ Մի խոսքով, բայց միտքս որտեղ կանգնես, մի բան էի ուզում ասել, է։ Հա, բերել են 21 թվականի զրույցները մտցնում են 26-ի օրակարգ։ Տեսան չի ստացվում, տեսան որ իրենք այո դառնում են պատերազմի կուսակցություն, ըստ տրամաբանության եւ վերլուծությունների, եւ քաղաքացիների հարցերն էլ շատ տեղին է, հիմա ինչ են ասում, էլ չեն ասում, մենք որ կան դուք կվերադառնաք բան չեն ասում։ Ապեր, դժվար է, բայց մի բան պետք է անենք, էլի։ Էսը գիտես ինչն է, կտուր կծելն է։ Կամ եկել է ցույց է տալիս Տիկին Մարինայի նկարը Արեն Սիմոնյանի մոտ։ Բա դուք այս ինչ եք արել, բայց ես բան ասում, 5 տարի առաջ նկար եմ բերել, ինչի մասին խոսակցությունը եղել է, ինչի մասին պատասխանները 1000 ձև եղել են, վերջացել գնացել է։ Դուք, սա դուք եք տեսել, բա դու որտեղ ես մտքո նկարներից հրապարակել է։ Որովհետև ասելիք չունեն։ Նոր իրավիճակի, նոր առաջարկված դիալոգների մեջ ասելիք չկա։ Ձեր սկրինշոթերը աչքովս ընկավ մի հատ աղջիկ։ Արես աղջիկը կներեք ես գտնեմ մի հատ բան ցույց տամ, էլի ձեզ ժողովուրդ։ Ինչի համար հիմի վիդեոներով շատ չեմ խոսում, ժողովուրդ։ Ասեմ, բարձվում է, որ եթե նյութը YouTube-ը գցած լինում, հետո իմ մոտ չի ցույց տալիս այդ։ Դրա համար հիմա տեսանյութերով շատ չեմ կարողանում խոսել։ Ամեն ինչ ձեռք հետ ասեք, այդտեղ գերեվա թե չէ, ու եկեք նայենք այս աղջիկը։ Փաստաբան Մանուշ Եսրյանը դատի է տալիս ատելության խոսք տարածող Facebook-յան օգտատերերին։ Փաստաբանն իր էջում է նման հայտարարություն տարածել։ Ամեն բան սկսվեց այն բանից հետո, երբ մետրոյում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ ու նրա երեխայի նկատմամբ սկսվեց ատելության խոսք տարածվել։ Թիրախում նաև հավաքական արցախցիներն էին։ Նվերը Գալստյան անուն ազգանունով օգտատերն էր փաստաբանին անձնական նամակով հայհոյել է, սպառնացել ու պիտակավորել արցախցիներին։
Հիմա որոշել եմ, որ սրանից հետո բոլոր նրանց, ովքեր որ կլինեն իրական էջերով մարդիկ, եւ այդ էջերով իմ հրապարակումների տակ իրենց որակը եւ տեսակը ցույց կտան, ես անպայման կօգնեմ ձեզ ավելի ճանաչված դառնալ, ավելի մեր հասարակությունում պահանջված լինել եւ անպայման ձեր նկարը եւ ձեր մեկնաբանությունը կտեղադրեմ իմ էջում, որպեսզի բոլորը ձեզ ճանաչեն։ Ազատ լրագրող ներկայացող Նվերա Գալստյանը հոդվածներ է հրապարակում հայկական ժամանակ օրաթերթում։ Նրա սոցիալական էջերը ողողված են արցախցիներին ու հոգեվորականներին թիրախավորող հրապարակումներով։ Փաստաբանը նրանից հայոյախառն նամակ ստացած միակ անձը չէ, այլ քաղաքացիների էլ է անձնական հաղորդագրություններով սպառնացել։ Օգտատերերից մեկն էլ Ոմոն Տիգրան Սարոյան անունով փորձել է գտնել Փաշինյանի հետ բանավիճած կնոջ երեխայի դպրոցի Ստեղ ամենակարևորը որն է։ Հիմի ուրեմն որոշել է, որ ով սրանից հետո կոպիտ է խոսում բաղման, պիտի դա լավ արել որոշել է, իր իրավունքն է։ Բայց ինձ համար հարցական է։ Ես այստեղ տեսա իմ հաղորդումը սկրինշոտ արած, Նվերա Գալստյանը գրել է Free News-ը անդրադարձել է հայկական ժամանակ օրաթերթում հրապարակված հոդվածին։ Այսինքն հնարավոր է ես հայկական ժամանակում մի հոդված եմ տեսել, իմ հաղորդման ժամանակ ընթերցել եմ, հնարավոր է չի։ Բայց այդ սկրինշոտն է այդ վերնագրով, տակից տեքստը արցախայցության նկատմամբ չգիտեմ ինչ։ Ես ինչ տրյուկ եք անմարային վրա։ Ուրեմն ես չգիտեմ թե դու ոնց ես պատրաստվում քո իրավունքները պաշտպանել։ Ոնց է տիկնոջ անունը։ Փաստաբան Մանուշ Եսայանը։ Մանուշ Եսայան, փաստաբան Մանուշ Եսայան։ Ես չգիտեմ դու ոնց ես պատրաստվում պաշտպանել քո իրավունքները, պատժել ինչ որներին։ Բայց քեզ սենց ասեմ, այս շարժը իմ վրա փաթաթելու համար ես անես կպաշտպանվեմ, որ ոչ քեզ, ոչ ABC կայքին հաստատ քիչ չի տվա։ Սա լավ իմացի։ Ու այո, կարող ես հիմա սա տեղադրել քո էջում։ Դու դիտավորյալ իմ սկրինշոտը, որը ոչ մի բան չի պարունակում իր մեջ, դրել ես այն թեմայի վրա, որ արցախցիների հանդեպ ինչ-որ բան, բացասական խոսույթ։ Դու դիտավորյալ ես սա արել։ Ու ես սա քեզ ասում եմ, ու սա սրիկայություն եմ որակում։ Սա դիտավորյալ արված անբարոյական քայլ եմ բնութագրում ես։ Ու այս խոսույթը արցախցիների մեջ շատ են տարածում։ Իրենք բայց չեն նայում իրանց իսկականից փախած ու ծախածներին, եկել փորձում են պախարակել մեկին, ով Արցախով ապրել է ու պատրաստ եղել Արցախով մեռնել։ Չփորձեք այդ սրիկայությունը բերել առաջին պլան։ Եթե դուք եղել եք այնքան ապուշ, որ ինչ-որ մի պահի, ինչ-որ մի եթերից ինչ-որ մի խոսք չեք հասկացել, դա բացարձակ չի նշանակում, որ կարող է գնել զբաղված եղել արցախցիներին։ Ես ընդհակառակ իմ 1000 տարվա ընկերներից են եղել, որ կոպտել եմ, շատ վատ եմ կոպտել, շատ վատ ձևով եմ կոպտել, որ հանկարծ նման խոսույթա փորձել տարածել, բաժանարար գծեր դնելով եւ այլն, եսի ինչեր։ Նենց որ ձեզ կոնկրետ պայեք։ Ու կգնաս այսքանը ընդհանուր կկտրես կդնես, եթե սայից պակաս կտրեցիր դրեցիր, ես ինքս այս ամբողջը կդնեմ ոչ միայն քո պատին, այլ ամեն օրով ABC կայքի պատին, ով որ ես նյութը պատրաստել ու տեղադրել է իր մոտ։ Եթե դու շատ ես ուզում, ամեն օրով կդնեմ նաեւ այնքան բան Արցախի հետ կապված, իմով լինելու եւ ձերոցից շատերի ով լինելու մասին։ Բոլորը ձեզ Ժողովուրդ ջան, ես առաջարկում եմ այսքանով այսօրվա եթերը եզրափակենք։ Այո, սադրանքները գնալով շատանալու են, մեծանալու են, չգիտեմ, պետք է մի քիչ սառը լինել, պետք է շատ չընկնել բաների մեջ, ճիշտ գնահատականներ փորձել տալ, կփորձենք օգտակար լինենք, երբեմն մենք էլ ենք հունից դուրս գալիս, բայց դա պետական գործիչ ենք, որ դա ինչ-որ կերպ բացասական անդրադառնա պետության վրա, բայց հանրային տրամադրությունների վրա տարբեր ձև ազդում, տարբեր մոտեցումները ըստ օրվա եւ ըստ թեմայի, հա։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ նաեւ ձեզ ասել, ժողովուրդ ջան, որ Ստյոպա Սաֆարյանի հետ վաղը մենք ունենանք ամենայն հավանականությամբ Facebook-յան եթեր, որը կտեղադրվի նաեւ YouTube-ում, հետո գուցե պայմանավորվենք նաեւ YouTube-ով եթերներ ունենանք, հնարավոր է առաջիկայում նման բաները վերնագիր ունենան, այսինքն որևիցե ֆորմատ ունենանք, որովհետեւ կուլիսային շատ բաներ կա, որոնք որ հանրությանը չի հասնում ամբողջովին, եւ այդ բացը Ստյոպա Սաֆարյան լինելով բավականին փորձագետ, փորձառու քաղաքագետ, այս իմաստով, հա, շատ արկղեր Պանդորա, այսպես ասած, գուցե եւ բացի կամ հուշի թե որ ուղղությամբ, ինչը որ ուղղությամբ պետք մտածել ու գնահատական տալ։ Այնպես որ կարծում եմ հայկական վեկտորով մենք կկարողանանք այս ընթացքում առնվազն առաջիկա օրերին բավականին ձեզ օգտակար լինել, դրանից հետո էլ արդեն ինչպես կստացվի։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։ Բարի գիշեր։